Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են։ Ազատության հետ զրույցում Քյարամի հայրը Քյալաշ Սլոյանը պատմեց, որ տղայի անդամահատված գլուխը 3 են ստացել, մինչդեռ մարմինը հուղարկավորել էին 7 օր առաջ։ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը տեղեկացրեց, որ զինծառայողի գլուխը վերադարձվել է Կարմիր խաչի միջնորդությամբ, մինչդեռ Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը չցանկացավ որևէ մանրամասն փոխանցել, սակայն հաստատեց, որ ապրիլի 8-ին որպես անկախ միջնորդ կողմերին աջակցություն են տրամադրել զոհվածների մարմինների որոնման եւ դուրսբերման համար։ Ինքն իր օֆիցերը իր անգերոջ հետ 3-4 հոգի էնել է չեն թողել, որ առաջ կան, միջև իրանց պատրոնները պրծել է, նոր իրանց խփել են։ Հրամանատարն իրա վրա ասել է դու փախի, փրկվի ասել է չէ, քեզի մենակ չեմ թողի։ Ու իրան էլ են խփել, որ պատրոնները պրծել իրան էլ են խփել։ Այդ մասին դիակը բերեցին, չենք իմանում, որ անգլուխ է, հետո իմացանք, շատ ցավալի էր, բայց երեք գլուխը բերինք, տարանք անատոմիկից։ Տարանք դագաղն էլի հանեցինք, բացինք, գլուխը դրինք տեղը, թաղեցինք։ Կարմիր խաչի միջոցով է, հա, փոխանցվել։ Կարմիր խաչի միջոցով է։ Քյարամի ավագ եղբայրը Համիկը հպարտանում է զինվոր եղբորով, ասում է հերոսաբար է զոհվել։ Մարմնի վրա առկա հրազենային վնասվածքներից ենթադրում է մինչև վերջին պահը պայքարել է։ Որովհետև այդ ուրտը, որ իրանք կռվել են, այդից կամազից ավել ադրբեջանցը դիակ են հանել։ Բայց միջև այդ, որ իրանց փամփուշտները վերջացել էր, հրամանատարը այդ նռնակը քաշլեր, որ գերի չընկնեն իրանց ձեռը։ Հրամանատարը մահացել էր, աղբերս էլ վիրավորվել էր ոտից։ Բայց այդքանից հետո նորից էլի առանձենք իրանք ուզեցել են բռնեն, որ տանջամա անեն, գերի վեկալ են, այտենց վիրավոր չեն կարեցե։ Էլի կռիվ արել։ Մի հատ ուսից կրակել էին նորից։ Էլի վրեն չէին կարեցե, նոր 2 հատ սրտից կրակել էին։ Վիշտ ա մեր մոտ, բայց միտեղ հպարտ ենք մենք, որովհետև մեր երեխեն հերոսություն արել։ Այսօր Արագածոտնի Արտաշավան գյուղում Քյարամի հոգեհացի արարողությունն էր։ 20-ամյա զինծառայողի նկարը դրված էր հայոց եռագույնի վրա։ Նկարի կողքին զինվորի գլխարկն էր, Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից հետմահու տրված մարտական ծառայության մեդալը, նաև լավ ծառայության համար ավելի վաղ ստացված շնորհակալագիրը։ Քյարամի մայրը, ով այսօր տեղյակ չէ որդու մահվան մանրամասներին, ողբում էր որդու կորուստը։ Ասում էր, ես որդուս պատերազմ չէի ուղարկել։ Հետո մի պահ դադարեցնում է ողբը ու հպարտանում որդու փայլուն ծառայությամբ։ Մայրը որդու հետ վերջին անգամ ապրիլի 1-ին է խոսել։ Քյարամն ասել է դիրքերում է, ամեն ինչ լավ է, չմտածես։ Խրգել էի բանակ, 2 ամիս էր մնացել կար, ոչ էի խրգի պատերազմի, բալիս, մի քանի ամիս էր գնացի էսի են տվի իրան, ինքը օտպուսկ եկավ, առաջի օտպուսկը, եկավ էսի հետը բերեց, ինքը ուզում էր ծառայելու համար, հետո ինքը նպատակներ ուներ, որ ինքը գար տունը սարքեր, ասում էր մամա ջան, որ տունը սարքեմ, մեկ էլ դու չաշխատես, քեզի թագու պես պահեմ, պահեց իրա, մորը, թագու պես, ինչ ասեմ, թագու պես պահեց մորը, 17 օրից ապրիլի 27-ին Քյարամ Սլոյանը պետք է տոներ ծննդյան 20-ամյակը, իսկ հուլիսին ավարտեր զինծառայությունը եւ վերադառնար հայրենի Արտաշավան։ Հայրն ասում է բանակ ուրախությամբ է գնացել, անհամբերությամբ էր սպասում այդ օրվան։ Հոր փոխանցմամբ Քյարամը բազմաթիվ երազանքներ ուներ ու ամենագլխավորը թերևս կիսակառույց տունը ավարտին հասցնելն էր։ Ասում էր կգամ պապա ջան, դու ու մաման չեք աշխատի, ես դες կպահեմ։ Մի հատ աշխատանք պետք է չանեք դուք։ Ամեն ինչը ես եմ անելու ձեր համար։ Տունը, որտեղ բնակվում է զինծառայողի բազմանդամ ընտանիքը, ծայրահեղ վատ վիճակում էր, աղյուսապատ մի շինություն, խոնավ պատերով, թաց հողեհատակով։ Նաև այս վիճակն էր պատճառը, որ Քյարամի հոգեհացի արարողությունը անցկացնում էին հորեղբոր տանը։ Զինծառայողի հորեղբայրն ասում է, հայերն ու եզդիները դարերով եղբայրներ են ու հայերին հավասար իրենց հող ու ջրի համար պատրաստ են կռվել ու պայքարել։ Ապացույց է տալիս սպանված Քյարամի տունը, ընդգծելով, երեխան բանակ գնաց էս օջախից։ Պետությունը թող մտածի, եթե գնահատեն, թող անես մարդկանց մեկի ձեռքը ցեն տունը
Կամ կարգավորենք, կամ քանդենք նորից արգենք, ես Ինչպես եք այս խոնավ տանը կարողանում ապրել ամբողջը թաց է։ Դե ապրում ենք, ինչ արած։ Դրսից հաստատ լավ է։ Որտե դուրսը պարկենք, հենա էսա։ Էս էլ մեր օջախն է։ Քանի երեխա եք։ 4։ Քյարամի հայրը Քյալաշը ցույց է տալիս կիսախարխուլ տան ետևի տարածքը, որդին պլաններ ուներ, բարձր թմբի վրա հիմքեր էր փորել, ուզում էր նոր տունը հենց այդ վայրում կառուցել։ Ֆունդամենտը փորե, ինքը լցերա, ասենք ասերա պապ ջան, ես ստեպտի մի հատ իմ սիրուն տուն սարքեմ։ Անելու կիսա թողած գործը շարով է շարով։ Ես իր աղբերներն պետք է անենք։ Բայց թերևս նոր տուն կառուցելու խոնավ ու հողեհատակով կացարանից դուրս գալու ծրագիրը էլի կհետաձգվի։ 20-ամյա զինծառայողի հայրը առաջիկա օրերին որպես կամավոր մեկնելու է Լեռնային Ղարաբաղ։ Հիշում է 1994-ին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, եղել է Հորադիզում, Ասկերանում, ոտքից վիրավորվել է, մեդալներ ունի։ Այժմ ուզում է կռվել հենց այն վայրում, որտեղ որդին է զոհվել։ Հիմնականում Արտակերտ ես պետք է գնամ։ Դեմ տեղն դե զոհվի, ուզում եմ ես էլ այդամ դե